Նուբարաշենի աղբավայրում բռնկվող հրդեհները դարձել են սովորական։ Քաղաքը ծխի մեջ է, մոտակայքում ապրող բնակիչները վտանգի։ Վերջին հրդեհը օգոստոսի 9-ին էր, հերթականը սկսվեց այս գիշեր։ Գիշերը խեղդվում էինք, ամբողջը լցվել էր, տունը պատոհաններն էլ ենք փակել, էլի անհնար էր, ես որ ամբողջ գիշեր չեմ քնել, մեծ կին եմ, սենց թենը չեմ քնում, բայց այդ հոտն էլ ավելի առողջական խնդիրներ է ստեղծում։ Նուբարաշենի բնակիչների շատերը հրաժարվում են վճարել աղբահանության համար, մինչև խնդիրը չլուծվի։ Հաճախակի դարձած հրդեհներից չեն զարմանում, բայց արդեն հոգնել են բողոքելուց։ Էսի մենակ հիմա չի, էս մի քանի օր առաջ էլ էր այտենց։ Կամաց սկսեց ավելի շատանալ էս կրակը։ Իսկ ես չես ջոգում ինչա։ Աղբավճար են ուզում, բան են ուզում, բայց մարդիկ եթե շնչում են այդ կեղտոտոթը, ինչի համար առողջական խնդիրները չեն կարող լուծեն, պետք է աղբի գումարը մուծեն։ Ոչ միայն հոտն է խնդիրը, այլ նաև ծուխը։ Այն պարունակում է բազմաթիվ թունավոր միացություններ, որոնք կարող են բարդ հիվանդությունների պատճառ դառնալ եւ երեխաների, եւ ծերերի համար։ Լավ էլ գիտեմ, որ բառում էլ են։ Ինչ բողոք ենք։ Իրանք չեն զգում ես հոտը ամեն ինչ էս կեղտոտոթը։ Որ ասում ենք ինչ, մեջտեղը ոչինչ չկա։ Միշտ էլ հրդեհը ժամը Իրիկվայանը լինում է, փիս հոտա գալի, բենակ տենաս ինչ վիճակ է ստեղ, ոնց որ մառախուղ երկինքը։ Որոշ բնակիչներ ասում են, որ իրենց չի խանգարում, նորմալ է։ Խանգարում, էտո ասում է տենց բան։ Հենց նոր ասած է։ Հələ ես մեր մոտ գիտես ինչ ուժեղ է հոտը, բայց երեխաները փոքր ինչ են անելու։ Հələ մենք մեծ ենք, բաներանք, մեզ էլ վատ է, տարիքով ենք, բայց էլի մենք եք հիվանդանանք, այնպես չի որ առողջ ենք։ Թույն է էդի։ Մարդիկ այդ բանով են սրդայինները, որ վաբշե չեն կարում այդ օդը շնչել, վատանում են իրանք։ Սակայն ոչ բոլոր բնակիչներն են դժգոհ, ոմանց հրդեհը չի խանգարում։ Լրիվ լավ այն է, մլավորիսն չի գալի։ Չէ։ Չի մեզի որս խանգարի։ Մեզի չի խանգարում, ծուխոստե չի գալիս, մաքուր է օդը։ Լուրջ մաքուր է օդը։ Հրշեջ փրկարարական ջոկատները 15-ից ավելի ջրատար մեքենաներով ողջ գիշեր հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել։ Քաղաքապետ Ավինյանի հանձնարարականով էլ շտապօգնության բժիշկների խումբը հերթապահություն է իրականացնելու մինչև աշխատանքների ավարտը։ Տիգրան Ավինյանը դեռևս քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավում էր կարևորել Նուբարաշենի աղբավայրի կոնսերվացումը եւ այն ներառել էր առաջիկա 5 տարվա անելիքների ցանկում։ Այո, եւ առաջին հերթին նուբարաշենցիները մեզ ասում են, որ պետք է կոնսերվացվի, եւ մենք դա անենք, դա խոստանում ենք։ Չնայած հետագա քննարկումներին, թե պետք է կոնսերվացնել աղբավայրը եւ նորը կառուցել, խնդրի լուծումն անընդհատ հետաձգվում է։ Ավինյանը շարունակում է հանձնարարականներ տալ, ասում է համբերության բաժակը սպառվել է, մինչև տարվա վերջ պետք է վերջնական լուծում տրվի։ Նա այսօր այցելել է աղբավայր եւ խիստ հրահանգներ տվել։ Ուղեփակոց է դրվելու մուտքի մոտ։ Հասարակական կարգից եւս մեջուկի կգա, շլագբաում կդրվի, հստակ ավտոյի համարներով իմանում ենք ով է մտնում, անունով իմանում ենք ով է մտնում։ Հենց այդ ռեժիմին ենք գնում։ Աղբավայրից բարձրացող ծխի մեծամպը տեսանելի է նույնիսկ Երևանի կենտրոնից։ Իսկ թե երբ վերջապես Նուբարաշենը կսկսի ազատ շնչել, պարզ չէ։ Բնակիչները հույս չունեն, որ խնդիրը կլուծվի մոտ ապագայում։